խնդիրը նույնն է։ Շնորհակալություն, պարոն Սահակյան, հարգելի գործընկերներ, այսօր մենք քննարկում ենք առևտրի եւ ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը նպատակն է հնարավորություն տալ տնտեսվարող սուբյեկտներին իրացնել իրենց մոտ առկա եւ չդրոշմավորված ապրանքներ, այդ թվում նաեւ վիտամիններ, պատվաստանյութերը, դեղերն ու օծանելիքը։ Վերոհիշյալ ապրանքային մնացորդի իրացումը մտահոգության առիթ է դարձրել գործարարների համար։ Առհասարակ յուրաքանչյուր երկրի բնակչության կենսամակարդակը սոցիալական կայունությունը նախանշվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման մակարդակով։ Թեև փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը, սակայն մեր երկրում այդպես էլ հանգուցալուծում չեն ստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները եւ դրա փոխարեն ավելի են սրվում։ Ես մի պաշտոնական թիվ կարող եմ հրապարակել, 2002 թվականին մենք ունեինք 120,000 գրանցված անձեռնարկատերեր եւ այսօր ցավոք սրտի դրանց թիվը հասել է 58,000-ի եւ դժգոհությունները բավականին մեծացել են, քանի որ մենք երբ որ Երևան քաղաքում պտտվում ենք, տեսնում ենք լիկվիդացիոն գներով խանութներ, այսինքն տնտեսվարողները դժգոհում են ստեղծված իրավիճակից եւ նրանք փակում են իրենց գործունեությունը, դադարեցնում են։ Արդյունքում աղքատության գործազրկության բարձր մակարդակը լայն թափ է հաղորդել արտագաղթին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք օրենսդրական արգելքներ են ստեղծում ոլորտի զարգացման համար։ Կարելի է եզրակացնել, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտը հարկադրված է դիմակայել ստեղծված արհեստական խոչընդոտներին։ 2014 թվականի մայիսին ազգային ժողովի կողմից ընդունվեց առևտրի եւ ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, համաձայն որի անմիջական արտադրողը կամ անմիջական ներմուծող հանդիսացող տնտեսվարողների մոտ մինչև սույն թվականի մայիսի 1 օծանելիքը եւ հունիսի 1 կոսմետիկ ապրանքների վրա դրոշմապիտակների առկայությունը դառնում է պարտադիր եւ այդ չդրոշմավորված ապրանքների իրացումը արգելվում է։ Օրենքի վերնշված դրույթները խնդիրներ են առաջացրել մեր տնտեսվարող սուբյեկտների մոտ կրկին անգամ։ Վերոհիշյալ խնդիրների քննարկման նպատակով մենք հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր ձեռներեցների հայկական միության, հաստատակական կազմակերպության եւ մի շարք փոքր եւ միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների հետ։ Նրանք փաստում են, որ մինչև վերնշված օրենքը ուժի մեջ մտնելը ձեռք են բերել մեծ քանակությամբ դրոշմապիտակներով չդրոշմավորված կոսմետիկ միջոցներ եւ օծանելիքներ, որոնք արագ սպառման ապրանքներ չեն։ Նշված ապրանքները ձեռք են բերվել շուկայից կամ տարբեր անձանցից։ Հետևաբար դրանց իրացումը ամբողջությամբ հնարավոր չէ օրենքներում սահմանված ժամկետներում։ Այդ ապրանքների համար հնարավոր չէ ձեռք բերել դրոշմապիտակներ։ Այդ ապրանքների ձեռքբերման համար կատարվել են մեծ թվով ներդրումներ եւ այդ ժամկետների ավարտից հետո չի թույլատրվելու իրացնել։ Ըստ տնտեսվարող սուբյեկտների չդրոշմավորված ապրանքների քանակը կազմում է ապրանքային մնացորդի շուրջ 20%-ը։ Փոքր եւ միջին ձեռնարկատերերի ներկայացուցիչներին մտահոգում է այն հարցը, թե ինչպես են որոշելու այդ ապրանքների հետագա ճակատագիրը։ Բացի վերոհիշյալ խնդիրներից դրոշմապիտակների կիրառման պրակտիկայի մի հայտ է եկել մի շարք խնդիրներ, որոնք դուրս են մնացել օրենսդրական դաշտից։ Մասնավորապես հայտնի չէ, թե արդյոք պետք է դրոշմապիտակներ փակցնել դեղատներում պատրաստված տարբեր դեղանյութերի խառնուրդների կամ էլ տարբեր չափաբաժիններով փաթեթավորված դեղամիջոցների վրա եւ այլն։ Խնդրի վառ օրինակ է նաև սառնարաներում պահվող մի շարք սննդատեսակների, հատկապես պաղպաղակի փաթեթավորման վրա փակցված դրոշմապիտակները, որոնք ցածր ջերմաշային պայմաններում չեն պահպանվում, ուստի դրանք երբեմն վաճառվում են առանց դրոշմապիտակների, ինչն օրենքի խախտում է համարվում։ Հարգելի գործընկերներ, իսկապես արդարացի է փոքր եւ միջին ձեռնարկատերերի ներկայացուցիչների պահանջը։ Բարեբախտաբար գտնվեց խնդրի լուծում։ Օրենքի այս նախագծով առաջարկվում է վերնշված ապրանքատեսակների վաճառքը առանց դրոշմապիտակների երկարացնել մինչև հունիսի 30-ը եւ տրամադրել անհրաժեշտ քանակությամբ դրոշմապիտակներ։ Վերջապես օրենսդրական կարգավորում կստանա նաեւ այս խնդիրը։ Ի ուրախություն մեր տնտեսվարողների։ Վերջին ժամանակներս օրենսդրական դաշտում ձևավորվել է մի ավանդույթ, համաձայն որի կյանքի է կոչվում նոր օրենքներ, որը չի բխում հանրային շահերից եւ արժանանում է հանրության դժգոհությանը։ Այնուհետև ի հայտ են գալիս մի շարք նախագծեր, որոնցով փորձ է արվում շտկել ստեղծված իրավիճակը։ Կարծում եմ, որ կառավարությունը պետք է առավել ուշադրություն դարձնի օրենսդրական համակարգի ճկունության ապահովման վրա։
Շնորհակալ եմ։